Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք փետրվարի 6-ի լուսնային միացումների մասին։ Լուսինը ունի այդ օրը 2 լավ միացում և 1 լարված միացում։ Լավ միացումները մեկը սկսվում է առավոտյան ժամը 06:00-ից մինչև 12:00, դա հիանալի է այն մարդկանց համար, ովքեր որ գնում են աշխատանքի, որտեղ բավականին առույգ կլինեք, էներգիայով լի, հավեսով կգնաք, հավեսով կաշխատեք։ Եվ արդեն ժամը 17:30-ից մինչև 23:30 րոպե լուսինը ևս ունի լարված միացում, բայց օրվա ընթացքում ևս ունի լավ միացում, սկսվում է օրվա վերջը, այսինքն ժամը 20:00-ից մինչև արդեն 6-ի գիշեր լույս 7 ժամը 04:00-ն։ Եվ երբ որ գտնվում է արդեն առավոտյան շուտ լավ միացմամբ, ապա յուրաքանչյուր գործ կարող եք անել, վերանորոգումը եթե անում եք կամ նման աշխատանքով եք զբաղվում, ապա առավոտյան կարող եք անել, բավականին շատ գործ կարող եք անել, կենսունակ կլինեք, ոնց որ լիցքավորված կլինեք, այդպես կարթնանաք հավեսով։ Նաև գովազդի համար է շատ լավ, այդ օրը կարող եք գովազդանել ձեր ապրանքները, խնդիրները լուծեք, տունը կարգի բերեք, կահավորումը այս այն կողմ տանեք, նոր ձեռնարկությունների սկիզբ է, նոր բնակարան կարող եք տեղափոխվել, ֆիզիկական վարժությունները առավոտյան կարող եք անել, կարող եք վազել, կարող եք այդպես ակտիվ սպորտով զբաղվել։ Եվ ընտանիքով կարող եք այդպես ավելի իրար հետ սպորտաձև ինչ-որ մարզվեք մի խոսքով։ Տղամարդիկ դառնում են ավելի վճռական, ավելի համարձակ, կանայք լինում են ավելի կրքոտ, հարմարվող, եթե ցանկանում եք հղիություն, ապա առավոտյան շատ բարենպաստ է, ախորժակը կարող է մեծանալ ուղղակի և սկսեք շատ ուտել, կարող եք ծանր սնունդ ուտել առավոտյան, դե նորմալ է դա, նաև եթե ինչ-որ ալկոհոլ, թեթև, նուրբ ալկոհոլ, եթե ինչ-որ առիթի եք, եթե այդպես առավոտյան եք հավաքվում, նշում օրինակ այնտեղ գործընկերության տոնը կարող է լինել և այլն շատ բաներ կան։ Բոլոր գործերը ավելի արագ կընթանան, այդ թվում նաև մարսողությունը, ոնց որ ինչ ուզենաք անեք, այդպես շատ արագ կարող եք անել, արագ այդպես, բայց մի գերլարվեք, ամենակարևորը և այստեղ բացի մարդը ակտիվ լինելուց, նաև կարող է մի փոքր լինել ագրեսիվ, նաև կարող եք ֆիզիկապես գերհոգնել, այսինքն որ ակտիվ եք, ուզում եք ավելի շատ գործ անեք, բնական է արդեն երբ որ այդ լավ միացումը բաց թողի, դուք որ ասում է հալից կընկնեք, դրա համար պետք չի այդքան շատ տառապել, ուղղակի էներգիայի աճ է լինում, մարդը ոնց որ արթնանում է ակտիվ, գուցե շատ լավ եք քնել գիշերը և սկսում եք գործողություններ, որ ասում եք սկսեց օրը, ես էլ պատրաստ եմ անելու համար։ Եվ իհարկե կանանց խորհուրդ, եթե տանը մի բան ունեք փչացած և ձեր ամուսինը տան տղամարդը այդ ժամին դեռ չի աշխատում, ապա միանգամից ուղղեք իրեն այդ աշխատանքը, որովհետև նա հստակ կանի, յուրաքանչյուր բան, դե կանայք էլ կսկսեն տան մաքրություն անել, ովքեր որ չեն աշխատում։ Բայց արդեն այստեղ 17:30 րոպեից մինչև գիշերը այստեղ լարված միացում ունի Յուպիտերը, բայց ընթացքում լավ միացում ևս ունի, ուղղակի այս լարված միացումը ավելի մեծ մոլորակի հետ է, քան երեկոյան ժամը, քան մյուս լավ միացումը, դրա համար լավ կլինի օրվա երկրորդ կես ոնց որ ավելի շատ ուշադրություն դարձնել այս մյուս լարված միացմանը, քան լավ միացմանը, որովհետև սա ավելի կարևոր է։ Ընդհանրապես միացումներ, եթե տեղի ունենում թույլ մոլորակների ներքո, այդքան էլ ինչ-որ բաներ չեն, բայց եթե լարված միացում է ունենում ավելի ուժեղ մոլորակների հետ, ապա դա արդեն ավելի շատ է ազդում մարդկանց վրա։ Նա կարող է թեթև ազդել, իսկ սա ոչ։ Օրվա երկրորդ կես արդեն պետք չի ոչ մի ֆինանսական գործարքներ կնքել, բիզնես, լայնածավալ միջոցառումներ, սոցիալական, քաղաքական, մարզական նույնպես, գրանցել բիզնես, ֆիրմաներ, չնայած արդեն ինքը 7:30 է լինում և անհնարին է Հայաստանի համար մի բան անել, բայց մեկ այլ երկրում, ովքեր որ հետ են դե արդեն ընկնում է աշխատանքային ժամ և անհնարին է։ Եվ այստեղ նաև
Հնարավոր են նաև անհամաձայնություններ ընտանիքում, ինչ որ մեկը ուզում է երեխաներին սա, մյուսը չի ուզում կամ մեկ այլ հարցեր, յուրաքանչյուր պարագայում, ոնց որ այստեղ անհամաձայնություն է։ Եվ եթե մարդիկ կան, ովքեր որ ամուսնացած են տարբեր կրոնի ներկայացուցիչների հետ, այսինքն դուք քրիստոնյա եք, մյուսը ուղղափառ կամ եւ այլն, ապա նաև կրոնական հարցերի շուրջ կարող է նաև ոյցե վեճեր սկսվել։ Ամեն մեկը իր հերթին կարող է զգալ, որ իր արժանապատվությունը ոտնահարվում է, եւ դրա համար կարող է նաև այդպես սկսել կոնֆլիկտի մեջ մտնել։ Դե սնունդ, խմիչք, նաև ինտիմ հարաբերությունները մի փոքր չափավոր այդ օրը հատկապես երեկոյան ժամին, չնայած ինքը 10:30 ավարտվում է, գիշերը չի։ Դե գիշերը լավ միացում կա։ Այնպես որ եթե ուզում եք երեխաներ ունենաք, նաև պետք չի չափի շատ խմել, որովհետև վտանգը շատ մեծ է սրտի կաթվածի, լեղապարկի, քարերի նոպայի, նաև ինսուլտի։ Այնպես որ խմիչքը պետք է չչարաշահել այդ օրը։ Շատ վտանգավոր է մի խոսքով, դժվարեցնի մարդու կյանքը։ Եվ կփոխի մարդուն բավականին շատ։ Կարևորը խոստումներ մի տվեք այդ օրը ոչ ոքին, մի սկսեք որևիցե բուժման կուրս, մի ճանապարհորդեք, գործուղման մի գնացեք, այնտեղ ամեն ինչը ավելի հանգիստ օրվա այդ ժամերին։ Բայց ժամը 20-ից մինչև արդեն առավոտյան շատ շուտ Լուսինը եւս լավ միացում ունի, եւ այս լավ միացման ժամանակ դուք շատ հիանալի կքնեք, գիշերը այդպես իրար հետ շատ լավ կանցկացնեք, դուք, ձեր ընտանիքի անդամները, բարձր տրամադրությամբ միգուցե ինչ-որ ֆիլմ եք նայում, որը բոլորիդ է հետաքրքրում եւ այդպես լավ տրամադրություն ունեք։ Նաեւ երեկոյան ավելի ոնց որ վեր կկենաք ու կսկսեք աշխատել, վեր կկենաք ինչ-որ բաներ կանեք, լավատես կլինեք, ինքնավստահ կլինեք։ Կարող եք դիմել ձեր զույգին, ինչ-որ մի բան խնդրանքի համար, որովհետև իրենք անպայման կանեն դա եւ նաեւ ընտանիքում փոխըմբռնում կտիրի։ Կարող եք հույս դնել տան ինչ-որ մի կնոջ վրա կամ նաեւ տան ընտանիքի անդամների օգնության վրա, այսինքն կարող դիմել, որ օգնեն։ Յուրաքանչյուր ընտանեկան խնդիր շատ հաջողությամբ կլուծվեն, սոցիալական խնդիրները, նաև միգուցե ինչ-որ բան եք դնում քննարկում ընտանիքով, որ սա անենք, սա չանենք, եւս կկարողանաք նստել եւ քննարկել օրվա երկրորդ կեսից հետո երեկոյան։ Ում մոտ արդեն որ ցերեկ է այդ ժամը, ապա կարող եք անշարժ գույքի եւ բնակարանի վերանորոգման հետ կապված հարցերը լուծեք, աշխատանք փնտրեք, նոր պարտականություններ ստանձնեք, գովազդային գործունեությամբ զբաղվեք կամ եթե ապրանք ունեք, գովազդեք։ Չնայած Լուսինը նվազում է, այդքան էլ դա չէ։ Մարզական մրցումների մասնակցել, նաև շփվել ձեր հարազատների հետ եւ եթե ինչ-որ իրեր եք կորցրել, ապա դա կարող եք փնտրել, այն անպայման կգտնեք։ Այնպես որ ընդամենը 1 լարված միացում ունենք, դե դա ոչինչ։ Այդպես էլ է լինում, որովհետև ավելի լավ է 1 լարված միացում, ճիշտ է ինքը լավ մոլորակի հետ է լարված միացում, եթե այդպես չլիներ ավելի հարմար կլիներ մեզ բոլորիս համար, որ դե Լուսինը տեղափոխվում է շատ արագ եւ հնարավոր չի այդպես լարված միացումներ չունենա։ Միայն այդ օրը խորհուրդ ունեմ, հիմա ասեմ ժամը քանիցից հետո, երբ որ ինքը արդեն անցնում է կշեռք նշան, պետք է նայեմ երբ է անցնում կշեռք նշան։ Դեռ 3 է անցել կշեռք նշան, այնպես որ 3 ցերեկը, այսինքն այսօր ցերեկը մի փոքր այստեղ վտանգ կա վնասվածքների համար, որովհետև կարող են դա ինչ որ տեղեր հարվածեք եւ այլն, եւ ովքեր որ ինչ որ շատ վտանգավոր գործերի մեջ են, ապա վտանգը նաեւ կարող է լինել ողնաշարի համար։ Չնայած ավելի շատ դա լուսնային օրվան է վերաբերվում, նայեք թե երբ է սկսվում լուսնային 20-րդ օրը, հենց այդ ժամանակահատվածից մինչև մյուս ժամանակահատված վտանգավոր է բոլորի համար։
Հատկապես հա ովքեր այնպես մի տեսակ այնպեսի աշխատանքի, որ ողնաշարը դե շատերը աշխատում են այդպես ծռված, մեջքը հա ծռված, թեկուզ եթե երբ որ մենք նստում ենք, եւս էլի մեր մեջքը ծռված է, դե համար բավականին շատ մի նստեք այդպես ողնաշարը վտանգը մի խոսքով շատ մեծ է ողնաշարի։ Այսքանը սիրելիներս, ուրիշ ինչ որ հատուկ պահեր չունեմ ավելացնելու, ովքեր որ լսել են փետրվարի 5-ի լուսնային միացումները, այնտեղ նաև գույներ եմ ասել, հա, դեռ շարունակվում է գույները, երբ որ լուսինը գտնվում է կշռք նշանում, ինչքան որ կգտնվի, այնքան կշարունակվի այդ գույները կարող օգտագործել, հատկապես եթե նմանատիպ խնդիրներ կան ձեզ մոտ։ Ձեզ լավ օր եմ մաղթում եւ հեռու մնացեք մարդկանցից, մի ընկեք ուրիշների ազդեցության տակ։ Լավ եղեք, լավ օր եմ մաղթում ձեզ։